Ողջունում եմ հարգելի հետևորդներ, ողջունում եմ յուրաքանչյուրիդ ու շնորհակալություն եմ հայտնում, որ շարունակում եք բաժանորդագրվել YouTube-յան իմ ալիքին եւ շարունակում եք ինձ հետևել սոցիալական մյուս հարթակներում։ Այսօր եւս անդրադառնալու եմ թվային հոգեբանությանը եւ ուզում եմ, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղեկացված լինեն եւ կարողանան իրենց կյանքը փոխել հենց թվային հոգեբանության առաջարկած գործիքների միջոցով, որովհետեւ երբ մարդը ծանոթանում է ինքն իր հետ, ծանոթանում է իր կյանքի 5 կարևորագույն ոլորտներին եւ իր ձեռքին ունենում է ճանապարհային քարտեզն ու առաջարկվող ցուցումները, նա հնարավորություն է ունենում ավելի արագ հասնելու իր առաքելությանը կյանքում։ Ինչ է իրենից ներկայացնում թվային հոգեբանությունը, ես բազմիցս խոսել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սա մարդու ծննդյան օրվա ամսվա ու տարեթվի մասին է, որի միջոցով հնգաթև աստղի մեթոդով վեր ենք հանում 5 կարևորագույն ոլորտներ, որոնք են ծննդյան օրվա ծրագիրը, ամսվա, տարեթվի, հարաբերությունների եւ առողջության ծրագրերը։ Մենք այստեղ հստակ ունենք 5 ենթածրագրեր յուրաքանչյուր ծրագրի մեջ, որոնք մեզ օգնում են հասնել հիմնական հնգաթև աստղի յուրաքանչյուր թևի գագաթին կանգնած ծրագրի իրականացմանը։ Մենք ունենք ծրագրեր, որոնք ի սկզբանե ժառանգում ենք մեր ծնողներից եւ անհրաժեշտ է նշել, որ այդ ծրագրերը անհրաժեշտ է անցնել, որպեսզի ավելի երկարացնենք մեր ցեղի կյանքը։ Այս ծրագիրը ամենակարևորներից մեկն է, որովհետեւ երբ մենք լավ հարաբերություններ ենք ունենում մեր ծնողների հետ, քույր եղբայրների հետ, տատիկ պապիկների հետ, մենք կարողանում ենք ուժ եւ եռանդ ստանալ մեր գեներից եւ կարողանում ենք այդ ողջ էներգիան ուղղել մեր ծրագրերի իրականացմանը ընտանիքում, հարաբերություններում եւ առողջության ոլորտում, ինչպես նաեւ կարողանում ենք ունենալ սիրելի աշխատանք։ Ինչ է իրենից ներկայացնում թվային հոգեբանությունը եւ ինչպիսի աջակցություն այն կարող է ցուցաբերել յուրաքանչյուր այն մարդուն, ով ցանկանում է զբաղվել իր ծրագրերով եւ ցանկանում է դրանք անցնել դրականորեն։ Երբ մենք վերլուծության ենք ենթարկում մարդու ծննդյան օր, ամիս, տարեթիվը, հստակ ցույց ենք տալիս յուրաքանչյուր ոլորտում, թե ինչպես է նա ծրագիրը անցնում դրականորեն կամ բացասականորեն եւ ինչպիսի ցուցումներ կան, որպեսզի այն շեղվի դեպի դրական ուղղվածությանը։ Շատ հաճախ մարդիկ հարցնում են, թե եթե դուք կատարում եք վերլուծություն, ինչպիսի ժամանակահատվածում ես կարող եմ հաջողության հասնել, միանգամից պիտի ասեմ, որ այն մարդն է հաջողում առհասարակ կյանքում, ով ունի համբերություն եւ այն մարդը, ով կարողանում է ինքնուրույն ստանձնել պատասխանատվություն սեփական կյանքի համար եւ այդ պատասխանատվությունը չի դնում այլոց վրա։ Ես ընդհանրապես ձեր կյանքի ճանապարհային քարտեզ տվողն եմ, իսկ մնացածը այն ցուցումները, որոնք նշված են տվյալ ճանապարհային քարտեզի մեջ, անհրաժեշտ է անցնել ինքնուրույնաբար։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես պետք է սկսել այլևս ապրել, որպեսզի չունենաք երևկվա այն իրավիճակը, որից դուք դժգոհում եք ու չեք ցանկանում այլևս բախվել երեկվա խնդիրներին։ Դրա համար կոչս է, երբ դուք առաջին հերթին ծանոթանաք ինքներդ ձեզ, ծանոթանաք ձեր ներքին մանուկին ու ձեր ներքին ցանկություններին, կհասկանաք, որ հենց այդտեղից է անհրաժեշտ սկսել, իսկ դա մեր անհատականության ծրագիրն է, կամ այլ կերպ ասած մեր ծննդյան օրվա ծրագիրը։ Երբ դուք բացահայտում եք, որ ողջ աշխարհից ակնկալիքներ եք ունեցել, սեր եք ակնկալել, օգնություն եք ցանկացել, որ ձեզ ցուցաբերեն եւ միշտ դրա համար զայրացել եք աշխարհի վրա, մի պահ կբացահայտեք, որ դուք ինքներդ եք ձեզանից հեռացել ու հենց ինքներդ ձեզ քիչ սեր եք տվել։ Ինքներդ ձեզ դավաճանել եք ամենաթեժ պահերին, երբ պիտի ինքներդ ձեր ներքին մանուկի ձեռքը բռնեիք եւ օգնեիք, որ նա հաղթահարել բոլոր խոչընդոտները կյանքում։ Թեպետ մենք ժամանակին չենք արել այս ամենը ինքներս մեզ համար, անհրաժեշտ է հիմա սկսենք ինքներս մեզանից։ Սիրենք ինքներս մեզ, կարողանանք լսել մեր ցանկությունները եւ կարողանանք մեր ներքին երեխային ուրախացնել։ Չէ՞ որ մեր ամենանվիրական երազանքները հենց մեր ներքին մանուկի ցանկություններն են, որոնք մենք հոգու խորքում միշտ փափագում ենք, ցանկանում ենք, բայց գտնում ենք, որ դրան հասնելը անհնարին է։ Այսօր պետք է բոլորիդ ոգևորեմ ու ասեմ, բոլոր երազանքներն ու նպատակները իրագործելի են, եթե դրա համար ջանքեր է գործադրվում եւ ճիշտ քայլեր են առաջարկվում դրա համար։
Եթե դուք մի պահ կանգ եք առել ու խճճվել եք ձեր կյանքում, չգիտեք որն է այն կետը, որտեղ պիտի կանգ առնեք ու դրանից սկսել, ապա թվային հոգեբանությունը ձեր լավագույն աջակիցն է այս հարցում։ Այն կօգնի ձեզ, որպեսզի հասկանաք, թե որտեղից կարելի է կյանքը սկսել նոր էջից, ինչպիսի քայլեր կարելի է ձեռնարկել եւ դեպի ուր կարելի է շարժվել։ Դրա համար էլ շատ դեպքերում ես կրկնում եմ, որ թվային հոգեբանությունը մարդու կյանքի ճանապարհային քարտեզն է ու երբևէ պետք չէ մտածել, որ սա կապ ունի գուշակության հետ, եւս մեկ անգամ կրկնում եմ, առհասարակ գուշակություններից շատ հեռու անձնավորություն եմ եւ ես ինքս չեմ հավատում գուշակություններին, դրա համար հիմնվում եմ թվերի վրա, որոնք ճշգրիտ են եւ թվային հոգեբանության ակունքները դեռևս գալիս են Պյութագորասից, ով ստեղծեց թվերը եւ գտավ, որ աշխարհում ամեն ինչ կապված է թվերով ու պայմանավորված է թվերով։ Այն, ինչ մենք տալիս ենք թվային հոգեբանության միջոցով, սրանք ճշգրիտ վերլուծություններ են, միայն անհրաժեշտ է, որպեսզի մարդը վերադառնա իր թվային արտահայտությանը եւ հավատարիմ մնա այն բոլոր ծրագրերին, որոնք դրված են հենց իր ծննդյան օրվա ամսվա տարեթվի հիմքում, որովհետև շատ դեպքերում, երբ ծնողները մեզ ստիպում են ընտրել այս կամ այն մասնագիտությունը նշելով, որ այն ֆինանսական արդյունավետություն կապահովի մեզ, իսկ հիմա ինձ ունկնդրող մարդկանցից շատերը կփաստեն, որ ավարտել են մի մասնագիտության, բայց աշխատում են բոլորովին այլ ոլորտում, որովհետև սարսափելիորեն չեն սիրում այն ոլորտը, որում իրենք 5 տարի պարզապես ժամավաճառությամբ են զբաղվել։ Հենց դրանում է խնդիրը, որ ձեր ծննդյան տարեթվում դրված է այն մասնագիտական ուղղվածությունը, որով դուք կարող եք շարունակել ձեր գործունեությունը 33-35 տարեկանում եւ այն ոլորտները, որտեղ դուք կարող եք լավագույնս դրսևորվել եւ վաստակել ու ունենալ մեծ եկամուտներ։ Առհասարակ կյանքում կարևոր չէ այդ հարստություն ունենալը եւ այլն, հոգեվոր արժեքներից սկսեք, հավատացեք ինքներդ ձեզ, ձեր արժեքներին, ձեր ուժերին, սեփական ուժերը մի թերագնահատեք եւ ոչ մի դեպքում մի համարեք, որ աշխարհում արդեն ամեն ինչ արված է եւ դուք անելիք չունեք։ Շատ դեպքերում մեր մեջ խոսում է ինքնակոչի համախտանիշը եւ մենք թերագնահատում ենք մեր գիտելիքները, ստանում ենք բազմաթիվ գիտելիքներ, բայց երբ գալիս է գործելու ժամանակը, մենք հապաղում ենք ու գտնում ենք, որ դեռևս մի քանի դասընթացներ էլ կանցնենք ու լիարժեքորեն կկարողանանք որևէ գործ ձեռնարկել։ Թեպետ նոր գործ ձեռնարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել հավատալ սեփական ուժերին, հոգեվոր հավատալ այն բարձրալին եւ այն ուժին, որ կա եւ օգնում է մեզ բոլոր հարցերում, Աստծուն ապավինել եւ ձեր գործերը վստահել միմիայն բարձրալին, որովհետեւ շատ դեպքերում, երբ մենք բաց ենք թողում իրավիճակը եւ միայն հավատում ենք Աստծուն, մեզ մոտ շատ ավելի այլ կերպ է իրադարձությունները զարգանում, քան ինքներս կկարողանայինք մտածել կամ կկարողանայինք այդ քայլերը նախանշել։ Դրա համար անհրաժեշտ է հստակորեն ծրագրերին ապավինել, անցնել այդ ծրագրերը դրականորեն եւ այս տեսանյութի միջոցով ես ցանկանում եմ եւս մեկ անգամ լուսավորել, մեկնաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում թվային հոգեբանությունը, ձեզ էլ կոչ եմ անում, որպեսզի բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների հետ, թող նրանք էլ ծանոթանան թվային հոգեբանությանը եւ ուսումնասիրվող ոլորտներին, գուցե մարդիկ կցանկանան մի օր անդրադառնալ իրենց, կցանկանան ծանոթանալ իրենց անձի հետ եւ դրանում մեծապես կօգնի հենց թվային հոգեբանությունը։ Այսքանը այսօրվա համար, եթե հարցեր կունենաք, խնդրեմ նշեք մեկնաբանության դաշտում, ես սիրով կպատասխանեմ եւ հաջորդիվ արդեն կարող եք նաեւ նշել մեկնաբանության դաշտում, թե հաջորդ տեսանյութը կոնկրետ ինչի մասին կցանկանայիք որպեսզի լիներ եւ ամենաշատ այն հարցերը, որոնք կլինեն կամ այն թեմաները, որոնք շատ կարծրացվեն, որ ցանկանում եք դրանց մասին լինեն տեսանյութերը, ապա հենց դրա մասին էլ կլինի։ Մնացեք խաղաղությամբ։